չէ։ Ժառանգությունը բաժի հետ կապված ուժողների ներկայացուցիչ Պավլոսի Սիմոնյանի բողոքի կապակցությամբ դեռ բարձրանում ուղղակի Պավլոս Սիմոնյանը եւ ուժողների հաջորդները տպավորություն է սա որ պատերազմում աշխի, սանչի, երեսունչի ավելի չին հարկարում եկավարով կարգուցի կամալատարը ինքը զոնի այս տարավաբանությունը բոլորը կաժատեր եք է պատվաժան պատահան չիմեր կաստարստոր բոլորը կսարացի ծառայք եք որ դիրիչանը իդուրը միավոր չի կարա ինքը ինչ-որ կարգուցի մեջ ան դիկատի, գնդի, միս է բայց իրակ են ձերի խեղատուրում են որտեսի տպավորություն ստեղծեն որ անիջականները կարող ես է կանի լավ դու կարող եք նաև դատարանի հարցերը չպատասխանել օրենքով տրված ձեր լիազորությունները, ձեր իրավունքները Անանır մեկ հարց է ուզում չես նույնպես Դե եթե չպատասխանով հանդես չգայք կարող է հարց չպատասխանել Եթե դատարանը ի վերջո գա են եզրահանգման, որ այն մեղադրանքում ինչու որ ձեզ մեղադրանք առաջնվել եւ առաջի արձան դատարանը ձեզ մեղավոր չանաչի Այդ մեղադրանքը հաստատված է եւ դուք կատարել եք Ինչ եք կարծում, բավարար է այդ պատճառով որավոր նշանակել են ձեր նկատմամբ Թե խիստ է, թե մեղմ Ես չեմ չեք կարող Մենք բան ամպրեսան Բոլոր երեք բողոքներն են, երեք և մանած Ջարլ Հարուսյանի բողոքները ներկայացնելու են Ջարլ Հարուսյանի բողոքը կներկայացնի, ես նշեցի, որ կոնկրետ ես այսօր բողոքները ներկայացնելու Միգուցե ես չեմ լսել, ես չեմ ասում չեք կոնկրետ մասնակի պատրաստվել է, կարող եմ ես որ Ես չեմ լսել եք, բան չեմ ասում չեք ասել Միգուցե մի բան ասել եք կարճ, կամ կարելի չի գարել իմ համար Լավ, նստեք դուք լսեք նույն Ջարլ Հարուսյանի բողոքը 2025 թվականի փետրվարի 7-ին Սյունիքի մարզի առաջին անդրանացած իրավարության դատարանի դատավորչով մեղավորություն ճանաչել, ես հիմա կամ ասեի, թե պետք է չնշեմ։ Ամենը ինչին համաձայն Աջեր եք ոստային ծառայության միջոցով ստացել 2020 Պետք չի այդպիսի բաներ Ես առաջադրված մեղադրանքի այս մասը չեմ նշում Ինչի է համաձայն Որ բացեք այդ բանը Դատարանի կողմից Սյունիքի մարզի առաջին արձանի դատարանի կողմից տուտված խախտումները հանգուցել երկու շարք հանգամանքների արտասանը և սխալ Ներասկես Ավոր դատական դեպարտամենտը Թույլ տան որ դուք յակ առաջ Գնաց եք այդին ձեր դատական դեպարտամենտի Միշնորդեք ու դատական նիստերը կարող են այնպիսին, որ ձեր համար այդ զայնագրարումները դավաչ Կամ ձեզ ձերխիկ են համար Ընդամենը մի վախում ես տեղում, դուրս բան չեր արում Շարնակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կառավարքի նախաբանի համաձայն Սույն կառավարքի այգի ստեղծելը Սույն կառավարքի սահմանում է զինված ուժերի զինծառայողների և հանրի իրավունքներում պարտականությունները, նրանց փոխհարաբերությունների, գնդի և նրանց զորավարժանների հիմնական պաշտպանական առանձնած պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգու կանոն։ Ներքին ծառայության կառավարքով ղեկավարում է զինված ուժերի զորամասերի շտաբների վարչությունների, հիմնական ռազմական ուսումնական հաստատությունների բոլոր զինծառայողները։ Կառավարքի մեջ առանձնահատկություններ չնշված պաշտպանական առանձնած պարտականությունները սահմանում են համապատասխան կառավարություններով հրահանգները և ուղղությունները։ Ներքին ծառայության կառավարքի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանում կարգավորում է գնդի և դրանց զորավարժանների հիմնական պաշտպանական առանձնած պարտականությունները։ Մինչդեռ պաշտպանության բանակի հրամանատարը չի հանդիսանում գնդի կամ նրա զորավարժանման պաշտպանական անձ։ Ինչպես նաև այդ կառավարքում նախատեսված չի պաշտպանության բանակի հրամանատարի որևէ պարտականություն, հետևաբար ներքին ծառայության կառավարքի գլուխները, այդ թվում 31, 39, 73, 78-րդ փոփոխությունները, որոնք դրանք նշված են, ուժերի մեջ նշված են, չէին կարող ծառայական պարտականություններ առաջացնել, որը հրամանատարի համար պարտական պայմաններ են։
Ներքին ծառայության կամայնքի հոդվածում նշված է, ներքին ծառայության ղեկավարը զորամասն իրականացում է զորամասի հրամանատարը, իսկ զորավարժանման տարածքում զորավարժանման հրամանատարը։ Ենթակա զորքերում ներքին ծառայության վիճակի համար պատասխանատվությունը դրվում է բոլոր անվիճական պետերի վրա։ Ներքին ծառայության կամայնքի 33-րդ հոդվածի կարգավորումից փոխող 39-րդ հոդվածը, ինչպես նաև մարտական կամայնության 36-րդ կետի պահանջը ընդհանուր առմամբ վերաբերիչ չէ, իր մեսագրումը թանկին է հետևյալ պատճառաբանությամբ։ Ինձ փոխանցված փաստացի տեղեկությունները այն մասին, որ յուրայի զորքերի համազգեստով են, որից բացի արտակարգորդի վերաբերյալ կասկած հարուցող տեղեկություն չի զեկուցվել, դրա հիման վրա ես համակողմանիորեն գնահատել իրադրության տեղեկությունը փոխանցել եմ համապատասխան պաշտոնատար անձանց։ Մարտական կանոնադրության 36-րդ կետի հստակ բովանդակությունից գոհում է, որ զորքերի ղեկավարման ընթացքում հրամանատարի կողմից պետք է իրականացվի իրադրության մասին տվյալների անընդհատ հայտարարման, հավաքման, ուսումնասիրման, ընդհանրացման, վերլուծման և գնահատման ընդհանրապես ապահովման գործառույթ, ինչի իրականացված է, քանի որ ԲԲ հրամանատարական կետը կոչվել է տեղեկատվական խումբ, որտեղից է իրականացվել ստացվող տեղեկության հավաքման, մշակման, ընդհանրացման, վերլուծման և համապատասխան պաշտոնատար անձանց դրանց հասնելու գործառույթ։ Դերուշադրությունը նրանում և դատական իսկի ժամանակ հույսում։ Պարոն Ավասարյանին հարց է դրոջս, ձեզ պաշտպանության բանակի կառավարությունը ինչքան սխալ է, պատասխանել է երևի մի 40։ Այստեղ կարող հնչեցնել, որ միայն խաղաղ ժամանակ 252 սխալ է, միայն բանակի կառավարությունը։ Պատերազմական ժամանակ 100-ներ անդրադառնում, այսինքն որ 350 հաստով միայն սխալական ռազմակազմի բանակազմ հայտեր, որոնք ունեն հստակ պարտականություններ։ Հակառակորդի և նրանց հավանական գործողությունների մասին տվյալները ԲԲ հրամանատարը և շտաբը ստացել են ենթակա միավորների և զորամասերի հրամանատարների զեկույցներից, տեղեկատվական կենտրոնից, ինչպես նաև պաշտպանության բանակի հետախուզության դեպքում։ Քննարկող դեպքում հակառակորդի վերաբերյալ տեղեկություններ նշված որևէ զորավարժանման կողմից չի ներկայացվել, որից հետո միայն ստացված տեղեկությունների բովանդակությանը որպես հետևանք պետի կողմից արդեն իրականացվել է որոշումների ընդունման խնդիրների առաջադրման գործընթաց։ Իրատեսական չէ, որ հակառակորդի առկայության կամ նման կասկածի վերաբերյալ տեղեկության բացակայության պայմաններով իրադրության այդ գնահատում իրականացվել։ Հարկ է քննարկել, որ կամայնքի 43-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի զինծառայողն իր առջև դրված խնդրի հաջող կատարման նպատակով պիտի ցուցաբերի խլացի նախաձեռնություն։ Դա առանձնապես անհրաժեշտ է, և տրված հրամանը չի համապատասխանում թեքրով փոխված իրադրությանը։ Իսկ պայմաններն այնպիսին է, որ ժամանակի որ հրաման ստանալն անհնար է։ Բովանդակությունից բխում է, որ հակառակորդ և շփման գծում գտնվող և տեղում իրադրությունը գնահատող պաշտոնատար անձի պարտականություն է ունեցել գործելու ըստ կտրուկ փոխված իրադրության, եթե այդպիսին առաջացել։ Միայն պաշտպանության առաջնային գործողությունները 455 մարտական դիրք այսինքն ինչ անշտարվում, 455 դիրքերի կապեն ասել ես ով ականեսներ վրա, միան ճշտի, կարակենք էջ դրան իմաստը Կանոնադրքի 73-րդ հոդվածի հրամանատարը պատասխանատու է զինվորական ծառայության հավաքականության, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների վիճակի պահպանության համար և 78-րդ հոդվածում պարտավոր է միջոցներ ձեռնարկել ազնագործի ժողովրդի ներդրումից հետահելու համար։ Կանոնադրքի 73-րդ հոդվածի բովանդակությունից բխում է զինվորական ծառայության հավաքականության, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների վիճակի պահպանության համար պատասխանատու լինելու հանգամանքը ենթադրում է 73-րդ հոդվածում սահմանված հրամանատարի պետի կողմից միջոցառումների նախապես իրականացման կազմակերպման և դրանց ապահովելու ուղղված միջոցները ձեռնարկելու ամենօրյա գործընթաց, որոնք չկատարելու կամ թերի կատարելու արդյունքում միայն առաջացած բացասական հետևանքների համար կարող է վերահասնել օրենքով սահմանված պատասխանատվություն։ Իսկ այդ հոդվածները վերաբերում են նախապատրաստական աշխատանքներին։ Ինչ վերաբերում է 78-րդ հոդվածում համարագրված հրամանատարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ազնագործի զոհվելու, սխեղվելու, զերծ պահելու պահանջին, ապա այս դեպքում ևս դա ենթադրում է հրամանատարի կողմից միջոցառումների նախապես իրականացման կազմակերպման և դրանք ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու գործընթացը։ Նշված համատեքստում պետք է դիտարկել
նաև քննարկող հոդվածով սահմանված դույթին առկային, որ պարապմունքները, աշխատանք և ծառայության այն միջոցառումները սկսելուց առաջ հրամանատարը պարտավոր է անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ և իրապետում են դրանց իրականացման գործնական հմտությունները։ Ներկայացված հանգամանքները հիմնավորում են նաև 78 հոդվածի վերջին պարզության սահմանված պահանջը, առկային, որ զինվորական ծառայության անվտանգության ուղղությամբ հրամանատարի կետի ձեռնարկած միջոցները ուղղված են մարտական առաջադրանքի հաջող կատարման և նախորդություն դրան։ Սա ևս ուշադրության արժանի է, ինչպիսի խնդիրաստացող դիվիզիոնները, որը միշտ կուսակում է վերահարկունական մարմինները և թե դատախազությունը բարձրաբանելու դիվիզիոնի մտնող բրիգադի կազմի մեջ դիվիզիայի ինչ խնդիրավորող, ինչ պիտի իրականացում, պիտի հրավերները թուրքին տնալով միանգամից թողել դուրս գա, թե կաներ կրվել համաձայն հրամանի մեկ ընթացքում մենք իհարկե անդրադառնալու և մանրամասն։ Քննարկող կահավորագլխի 73-75 հոդվածներով հարաբերված պարտավորությունների իրականացումը պետք է դիտարկել նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջների համատեքստում։ Համաձայն որ իրավական ակտի, որը մեկնաբանում է հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտը ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, ելնելով դրանում պարունակող բառերի արտահայտությունների առանցքի նշանակությունից, ամբողջ հոդվածի գլխի բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից ի կատարումը որի ընդունվել է այդ ակտը։ Տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չեն տվյալ իրավահարաբերությունների կարգավորման իրավիճակի սկզբունքներից։ Իմ կողմից կահավորագլխի 73-78 հոդվածներով սահմանված համապատասխան միջոցառումների չիրականացման միջոցներ չձեռնարկելու և դրա հետևանքում մարտական առաջադրանքի կատարման ձախողում առկա չէ։ Ներկայացված հանգամանքների թե նախաքննության, և թե դատաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել բոլոր ապացույցների հավաքման, գնահատման մասով բազմակողմանիություն չի ապահովել, ինչը օբյեկտիվորեն հանգեցրել է ապօրինի վերաբերական դատական ակտի կայացման։ Զինված ուժերի մարտական կամարադության առաջին մասի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք կարգավորվում են դիվիզիայի, բրիգադների գնդի պաշտպանության պարտականություն, ինչի մասին ուղղակի նշված է դրա վերաբերյալ մարտական կամարադություն մասն է, դիվիզիա, բրիգադա, պաշտպանության բանակում դրվել է 3 դիվիզիա, մոտորապես 40-ից ավել զորամաս, բրիգադ, գունդ, պաշտպանական շրջան և այլն։ Մինչդեռ պաշտպանության բանակի հրամանատարը չի հանդիսանում դիվիզիայի, բրիգադի կամ գնդի պաշտոնատար անձ։ Հետևաբար զինված ուժերի մարտական կամարադության առաջին մասի դրույթները, այդ թվում 36-րդ կետը չի կարող ծառայական պարտականություններ առաջացնել պաշտպանության բանակի հրամանատարի համար։ Այսինքն ինձ նեղադրել են ենթականների պարտականությունների հոդվածներով, կամարադություններով սահմանված։ Ըստ դատավճռի դիվիզիոնի կողմից խնդիրներ կատարելու այդ 14 օրերի ընթացքում վերջինս ունեցել է տեղադիրքի թվով 6 փոփոխություն։ Ընդ որում, սույն վարորդի տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեղադիրքում դիվիզիոնը մնացել է ընդհանուր 3 օր։ Նախորդ կետում նշված տեղադիրքի փոփոխությունների ողջ ժամանակահատվածում դիվիզիոնը չի դադարել մարտական խնդիրներ կատարել, կրակել է թվով 3200-ից ավել արկ, որից 1650-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը ըստ Հայկ Թովմասյանի ցուցումների։ Ուսումնասիրել ադրբեջանական կայքերում տեղադրված տեսաձայնագրությունները, որը բացած ցանկացած մեկին կարող է նայել, պարզ և հստակ դիտարկում է, որ վերը նկարագրված կրակի ինտենսիվության վերջնահանգությունը կրակած արկերի պարուշների տեսքով չեն համապատասխանում վերո նկարագրյալներին։ Հակառակ դեպքում պարզ կդիտարկվի կրակած պարուշների հսկա կույտեր, որոնք տեսաձայնագրություններում բացակայում են։ Այսինքն կրակի ինտենսիվությունը եղել է շատ թույլ, իսկ Հայկ Թովմասյանի ցուցմունքի վերջին 3 ժամ գտնվել են թաքստոցներում ազնագազմի փոխնատության կամ ֆիզիկական ծանրաբեռնության մասին խոսք լինել չի կարող։ Նույն Արտեմ Ասլյանը իր ցուցմունքում դատարանությունների մասում գնացել է այդտեղ ուսումնասիրել և բառացի նշում է, որ համարյա պարուշ կրակած չկա։ Այսինքն հակազդում դատարանքի չի եղել։ Կա բացեք որվեր ժամներ ինքը ինչ է դատարանում ասում։ Դատավճռի պատճառաբանական մասով դատարանը նշել է, որ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածում նախատեսված հանցագործության սուբյեկտ կարող են լինել միայն պետերը,
կամ զինված ուժերի պաշտոնատար անձինք։ Ինչից հետո դատարանը փաստել է, որ այս հանցագործությունը կարող է լինել միայն հատուկ սուբյեկտ եւ հետեւություն արել, որ այդ սուբյեկտը հենց ես եմ։ Մինչդեռ քրեական օրենսգրքի 356 հոդվածի 6-րդ մասի համաձայն տվյալ գլխում, այսինքն զինվորական հանցագործություններում պետք հրամանատար է համարում ծառայական տիպով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն ունեցել է իր լիազորություններից բխող հրապաններ, կարգավորություններ տալու և դրանց կատարումն ապահովել իրավասություն։ Սակայն այս իրավահարաբերության շրջանակում ես որևէ հրաման կամ կարգավորություն չեմ տվել, այլ փոխանցել է տեղեկություն։ Դատարանը գտել է, որ հենց այդ տեղեկությունն է նշանակություն ունեցել հակառակորդի գործողությունների ուշ արձագանքելու և կրակային դիրքերը ոչ ժամանակին լքելու համար և հանգեցրել ծանր հետևանքների, այսինքն պատճառահետևանքային կապ է համարել։ Սակայն այս տեղեկությունը հիմք ընդունելով, այլ հրամանատար է հրաման տվել դիրքը չլքելու։ Ընդ որում, տվյալ հրամանատարը պարտավոր լինելով ապահովել իրադրության մասին տվյալների անընդհատ հայտարարումը, հավակումը, ուսումնասիրումը, ընդհանրացումը, վերլուծումը, գնահատումը, որոշումների ընդունումը, խնդիրների առաջադրումը եւ ունենալով խմբավորման մասին ավելի շատ տեղեկություններ, քանի ինձ փոխանցված տեղեկությունը տվել է այդպիսի հրաման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117 հոդվածի առաջին մասով սահմանված է, որ կառավարության ռազմական գույություն է հայտարարում Հայաստանի Հանրապետության տարածքի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում։ 2020 թվականին կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում ռազմական գույություն է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին L1586 N որոշման սահմանված կարգով։ Կառավարությունը սահմանադրությամբ ամրագրված 3 պայմաններից 5 է ընդունել Հայաստանի Հանրապետության տարածքի վրա անմիջական հարձակման սպառնալիքը եւ որոշման առաջին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որոշումը ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն, իսկ որոշման հավելվածով սահմանվել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներ, որոնք ենթակային իրականացման միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Կառավարության որոշման կարգավորումը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների դիտարկումի երկու տարբեր պետությունների տարածքները։ Եվ այս համատեքստում դատարանը թույլ է տվել խախտում, իսկ մեկսագրելով Արցախի Հանրապետության տարածքում կատարած ենթադրյալ պարագայում համարելով ռազմական գիտության պայմաններով կատարված։ Այլ կերպ ասած, նման պայմաններով նույնիսկ իսկ մեկսագրված հարաբերական հաստատված համարվելու պայմաններում դատարանը այն չի կարող որակել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 377 հոդվածի 3-րդ մասում, այլ պետք է որակել նույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում։ Ամփոփելով վերը նշվածը գտնում է, որ դատարանի կողմից ընդունված վերաբերյալ խախտումները, ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ բացվել են գործի ելքի վրա։ Ելնելով վերաբերյալից եւ ղեկավարելով քրեական դատավարության օրենսգրքի 45 եւ 46-րդ գլխավորների կարգավորումները խնդրում եմ դեկանել Շիրիքի մարզի առաջին արձանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի դատավարությունը եւ կայացնել նույն դատական։ Ես վերջացրեցի։ Կան հարցեր, մի հարցեր են։ Ձեր հաղորդումից նշեցի կանոնակարգիքը, վերեցի կողմասներ եւ լիազորությունները, այդ թվում պաշտպանության բանակի հրամանատար ինչ լիազորություններ ունեցին։ Այնուամենայնիվ դուք շփվում եք, որ այս դիվիզիոնի ծեսանել են եւ այդ մոտեցող անձանց յուրային կամ թշնամի լինելու հանգամանքը ճշտելու նպատակով։ Արդյոք ձեզ զանգել են վերջում, զանգել ճշտելու համար։ Զեկուցել է բանակի հրամանատարի տեղակալը համապատասխան դա որևէ ընթացակարգով սահմանված է թե ոչ, ինչու է ձեզ ընթացակարգով ընդհանրապես բանակի հրետանու պետը տեղեկություններ է տալիս միայն հրետանու զենք սպառազինության տեղեկությունների մասին։ Դրա համար գոյություն Այն չի ձեզնից ճշտել, ես դա եմ ուզում հասկանալ։ Պատերազմի ժամանակ դատարանում հարց աղոթվել Գենադի Բաղդասարյանի նախագծում, որ եղել է երկրորդ դեպքը, որ նմանատիպ հարցում պատասխանել է, որ ոչ։ Այս էս կտով։ Այդ միակ դեպքն է եղել
Ես գտնում եմ, որ բավական է դատարանի, մենք ինձ հնչեցրել եք բազմաթիվ անգամ, որ առաջին ցուցմունքը մի մարդ գնաց Բաղդասարյանը, որ զեկուցել է 2021 թվականի փետրվարի 20-ից ինչպես կարամավորի պոլիսկյունս մի որ ասել։ Իսկ որ է ես չեմ բանը վիճակում, երևս լա ապրիլ ամսում կարելի է գլխի վերահանություն։ Եվ ոչ միայն, այլ եղել է դեպի կամ որոշակի որոշ հրամանատարներ, որոնք հավարել են, որ ինքը չի հիշելու, քանի որ բավականին ծանր վիրավորում ստացել եւ սկսել են մեղքը բարդել հրամանատարի վրա։ Այս նման պատմություններ եղել։ Դրա համար իբրել իհարկե դիպել են չեք շրջել։ Համապատասխան հրետանող օղակներով դիմելա, բայց նման կարգի ինֆորմացիան հարաբես ես տալիս է համազորային հրամանատարները, դիվիզիայի հրամանատարը, բրիգադի, գնդի հրամանատարը եւ պաշտպանության բանակի հետախուզության պետը։ Այս օղակն ինձ պետություններ հրամանում։ Պետություններ տրամադրել են յուրայի կամոտարներում է դա վերա, այդ ցանկացած լավ մի հարց է։ Դուք ընդունում եք, որ ձեզ թասկ տվել է ընդունում եք, որ դուք պատասխանել եք, միայն տարբերությունը հետևյալն է, որ ըստ մեղադրանքի կողմի հաստատական պատասխան եք տվել, որ այո յուրայիններ են, դուք ասում եք, ես հաստատական պատասխան չեմ տվել, ասում եմ հնարավոր է, որ յուրայիններ լինեն, քանի որ պատճառաբանում եք նաև մոբից փախած 700 հոգի անձեր կային այդ տեղանքում, հնարավոր է իրենք եղած լինի։ Ճիշտ է, չէ՞, իսկ որ տվյալները չենք խեղաթյուրում։ Լավ, չելերանողներն եմ ես մեղադրում են, որ մենք խեղաթյուրում ենք։ Հիմա ձեզ հարցանում, իսկ դուք ասում եք նաև, որ ձեզ պետք է չհարցնի, ձեր բողոքով եք դա ասում, կամ յակարգերը պետք։ Ի վերջո պաշտպանական բանակի հրամանատարներ ու հարցրել։ Պետք է չհարցնեն են գործերին ըստ կանոնակարգի, ոնց որ դուք եք ասում, ոնց որ որոշ դրիքներով նաև փորձագետներն են ասում, որ պետք է այսպես անեն, այսպես անեն, այսպես անեն։ Բայց հարցրել են։ Չեն կողմնորոշվել, եկի հարցրել են, չեն եկել, զարգի հարցրել են։ Դուք այդ պատասխանը հնչեցնելուց առաջ կանոնակարգով ինչ-որ գործողություններ պետք է կատարեք նոր պատասխանեիք, դες պետք է պատասխանեիք։ Անկախ նրանից պատասխանը որն է, ձեր ասածն է, թե մեղադրանքի կողմի հաստատական պատասխանն է։ Դուք ինչ-որ գործողություն պարտավորեք անեք նոր պատասխանեիք, թե ընդհանրապես կարող եք չպատասխանել, թե կարող եք մոտավորապես պատասխանել, ցանկացած այդ տարբերակ չգիտեմ, այս բանին ես կարող եմ չեմ կարող անել, էլ ինչ պատասխան ես կարող եմ չպատասխանել, որովհետև դիվիզիոնը ուղղակի չի որ ես պատասխանել, ես հստակ գիտեմ, որ դիվիզիոնը ինչ-որ մի կառույցի մեջ է, եթե ինչ-որ հարց է խնդիր ալու, իր բրիգադի հրամանատարն ասում, պաշտպանության բանակի անմիջական հրամանատարի կամ շտաբի պետի։ Հրապարակը մենք մոտեցել ենք Խարտեզի, մենք ձեզով էր այդ հարցը տվել, ձեզ այդ հարցը ով է տվել։ Ինչի, ասում եք դուք կարող եք չպատասխանել, որովհետև ձեզ կարող է հարց տալ դիվիզիոնի հրամանատարը կամ պաշտպանական բանակի հրամանատարը տեղակալը, ճիշտ եք կարեցի։ Այո, նման կարելի։ Հիմա ձեզով է հարց տվել։ Ինձ հարց է տվել բանակի հրամանատարի տեղակալը հրետանուտար։ Ինչ, ասում եք կարող եք տալ այդ հարցը ինքը։ ինքը դա քննարկում է, բայց հստակ բանակի հրետանուտետի պարտականություններում եւ բանակի շտաբի պետում մի հատ եզրույթ կա, ես հնչեցրել եմ դատարանում, որ միայն բանակի շտաբի պետն է իրավասում, բանակայ ասում են, հավպետը ասել է սենց, հավպետը հրամայել է, 100% ներում է։ Հստակ ամրագրված է այս ներքին ծառայության կանոնագրքում, որ բանակի հրամանատարի անունից միայն շտաբի պետին է վերապահում հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ տալ, ուրիշ ոչ մեկի։ Իհարկե մենք քննարկել ենք, եկել եք Արեք բայց հասկանանք այս մասը, հետո կնկարագրենք, թե ինչ է տեղի ունեցել այդ բանը։ Ձեր պատասխաններում անկեղծունեմ ես չընկալեցի։ Հիմա դուք ասում եք, որ դիվիզիոնում ինչ-որ իրավիճակ ստեղծվելի պարագայում։ Պետք է դիվիզիոնի գործեր ըստ կանոնակարգի։ Բայց
դիվիզիոնը չի գործել ըստ կանոնակարգի, դիվիզիոնի հրամանատարական կազմը այլ այդ մասով հրամանատարական խորացված կետում գտնվող հրամանատարներին հարցավոր է։ Ասում եք նման իրավունք չունեն, հիմա ասում լավ, չունեն, բայց տվել է այդ հարցը։ Չունեն, բայց ի վերջում տվել է այդ հարցը, տվել է ձեր տեղակալին հրետանու գծով, ոնց որ դուք էլ ընդունում եք, որ այդ հրետանու գծով ձեր տեղակալը, այդ Գենադին է, չէ՞ ոնց։ Այդ Գենադին այդ հարցը տվել է ձեզ։ Ասում եք չունեն, բայց չունենալով հանդերձ հարց բարձրացրել եմ ձեզ, հրամանատարին։ Դուք այդ հարցի պատասխանը պարտավոր եք տայք, թե ոչ, եթե այո, ապա ինչ պետք է անեիք, գործողություն որոշակյորեն պետք է կազմակերպեիք նոր պատասխանեիք, թե առանց գործողության պետք է պատասխանեիք, իրավունք ունեիք մոտավորապես պատասխանելու հարցին, թե պետք է հստակ պատասխանեիք, պատկերացիք չէ իմ հարցերումները, այս սրա մասին խոսել։ Տեղեկությունը, որ նշանակի փոխանցել է, որ ես մոտիկացել է քարտեզին, համապատասխան օպերացիոն հարցին չեք պատասխանում։ Մի անգամից անցնում եք գործողությունների։ Արեք իմ հարցին պատասխանեք հստակեցնենք, նույնիսկ անցնենք գործողություններին, հետո կպատկերացնենք ինչ գործողություն եք կատարել, հետո կգնահատենք այդ գործողությունների բավարարությունը կամ անբավարարությունը, հետ հերթականության։ Կարող եք չպատասխանել։ Ասեք ինչ ուզում եք թողանել։ Իրավունք ունեք հարցնել, դա որպես քննարկում։ Իրավունք ունեն, այս չէ որ բան չորով դրացակ օգիտասի, որ ոչ մեկը ոչ մի բան չհարցնի։ Հարցը դրան չէ, դա էլ է զուտ քննարկում։ Այսինքն կարող են այդ հարցը բարձրացնել, բայց ընդհանրապես ինքը միշտ զեկուցել է բանակի հրամանատարի 29 օրվա ղեկավարման ժամանակ հրետանու վերաբերող տեխնիկական եւ մնացած հարցեր։ Լավ, հիմա այս մի անգամ պայմանավորեն հարցերի շարքից դուրս է եկել, այլ հարց է տվել։ Այլ հարց։ Կարող իրավունք ուներ, թե չուներ։ Նո, իրավունք ունեք։ Իրավունք ուներ, բայց երբ որ ինքը իրավունքն է այդ հարցը բարձրացնելու պաշտպանական բանակի հրամանատարի մոտ։ Պաշտպանական հրամանատարի պարտականությունները, գիտեք ինչ, ցանկացած մեկի իրավունքը համընկնում մյուսի պարտականությանը։ Եթե ես իրավունք ներողություն, ես նոր օրինակը բերեմ։ Եթե ես իրավունք ունեմ հարց տալու, դատախազի, կամ դատախազը կամ պարտավոր է ինձ պատասխանել, կամ կարող իր իրավունքները ես ձեր հարցը չեմ պատասխանում, որովհետև դա չի բխում, չգիտեմ, ձեր իրավունքներից։ Հիմա դե ձեզ հարց է տվել, մի փոքր թթանու իրավունքի կանոններն, մի փոքր այդ կանոնը շեհում ունի մենակ մեղարյալի կարգավիճակում գտնվող անձի, որ կարող ես հարց տալ, ինքը կարող է չպատասխանել։ Այդ մի քիչ դատավարություն տարբերվում է։ Բայց ընդհանուր առմամբ իրավունք պարտականությունները համընկնում իրավունքի տեսության մեջ, մեկի իրավունքը մյուսի պարտականությունն է արդեն դառնում։ Եթե նա իրավունք ունի ձեզ հարց տալու, ձեր պարտականությունները պատասխանել են, ճիշտ է։ Այդ պատասխանի համար դուք որոշակի գործողություններ պարտավոր եք կատարել, նոր պատասխանեիք, թե կարող եք առանց որևէ գործողություն կատարելու պատասխանը չեսնեիք։ Ձեր պատասխանը պետք է լիներ հստակ, միանշանակ, կոնկրետ, դե ձեր պատասխանը կարող է լինել ենթադրաբար, ոչ հստակ, ոչ միանշանակ, կասկածելի։ Այո, ես մարտական գործողությունների անմիջապես կետից 70 կիլոմետր։ Հատանաբար, ես չեմ կարող իրական գնահատական տալ, ով է իր հայաթով օգիտասի, իր դիմացով շարքով գնում։ Սա առաջի պահի վերաբերում։ Ինչ վերաբերում է գործողությունների, իհարկե մենք գործողություններ ծավալում ենք։ Ասել է, որ հնարավոր է սպասեց։ Որում ես ինձ բականացի մտքետ, որ ես իմ ամբողջական պրակտիկայում մեղադրյալների բանում երբևէ չեմ դիտել, բայց ես դեմ եմ, որ դուք գեներալ եք, վերջո պաշտպանական բանակն է ձեզ վստահված է։ Գիտեք, դուք կարող եք իմ հարցերին չպատասխանել, քիչ առաջ ես դրան անդրադարձել։ Բայց դուք եթե ուզում եք իմ հարցերին չպատասխանել, իմ հարցերն արեք կոնկրետ պատասխանել։ Դուք պաշտպանական բանակի հրամանատար գեներալի ուսանողներով
Լամիտ անձնավորություն է, ես չեմ կարծում, որ ինքին հարցերը լիարժեքորեն չեք ընկալում։ Ես ես հարց չեմ տալիս կոնկրետ դեպքից դեռևս։ Ես հարցեր եմ տալիս երևույթներից ու պարտականություններից։ Արեք դրանով պատասխանեք, հետո կոնկրետ դեպքով 70 կիլոմետր հեռավորության վրա կարող եք տիրապետել, դե չեք կարող տիրապետել, մենք հետո դա կգնահատենք։ Իմ հարցադրմանը ես պետք է նորից էլ եկա։ Ասում եմ, երբ որ այդ հարցադրումը տվեց ձեր տեղակալը ձեզ, այդ պարտականություններ պատասխանել հստակ, միանշանակ, կոնկրետ, ինչ-որ գործողություն պետք է կատարել նոր պատասխանել, դե կարող եք միանգամից պատասխանել, իրավունք ունեիք միանգամից պատասխանելու, իրավունք ունեիք արդյոք պատասխանելու կիսատ, կասկածելի և ոչ հստակ։ Ընդհանրապես, ոչ ես դեպքով, հիմա այդ դեպքով դուք պատասխանել եք, հստակ եք պատասխանել, թե կասկածելի, ոսկոտ վիճելի առարկա է, գոնե վերակրինիչ բողոքի շրջանակներ, հետո կանադան։ Եթե տեղեկությունը այդ օրվա այդ ժամի դրության պաշտպանության բանակ օպերացիա բար լիարժեք է եւ հետախուզությունները տալիս միանշանակ պատասխանը հնչելուա ինչի առանց կասկածան։ Եթե ինչ-որ հարցեր կա, խնդիրներ կա, ապա դրա համար կարող է լինել ոչ հստակ։ Պետք է ճշտվի նոր պատասխան, թե կարող է լինել։ Պետք է ճշտել նոր պատասխանել, թե կարող է ոչ հստակ գործողություններ իրար հրամաններ, կարգադրություններ անմիջապես իրավունք նման լիազորություններ ունի բանակի հրամանատարը միանգամից պատասխանել։ Եթե հստակ չի, ապա վերապահումով մոտիկանում է տալիս։ Այդ ես դա չի կարծեցի, վերապահումով մոտիկանալը, այսինքն ի վերջո պատասխանի ճշգրտության վրա դա ազդում է, թե չէ, այսինքն միգուցե ժամանակա պետք ճշտել նոր պատասխանել, պետք է ի վերջո ճշգրիտ պատասխան հնչեցնել, թե կարող է նաև ժամանակը պետք է պարզելու համար, որպեսզի ճշգրիտ պատասխան հնչեցվի, ես Իսկ այդ ժամանակը ինչպիսի մեթոդներով պարզելու համար։ Կան մեթոդներ կանոնագրքով գրված, որ սա կատարել, ու տալ պատասխան։ Դե չկա, դա մոտավորապես մարտական կանոնադրություններում բանում սահմանած է, որ հետախուզությունն է, հետախուզություն վարել։ Հետախուզություն պետք է վարել, որի ժամանակ հետախուզություն վարել չեն ներկայացնում։ Օրինակ ամոթաչու 4 արկերով կամ ադամյակայի ինչ-որ տեղեկություններ, հնարավորություններ ուներ ճարքի։ Չեք խոսում եմ, չգիտեմ, նրան ավելի շատ ժամանակակից պետության բանակի մասին, որ ականատեր ու մեջ չեն ինչի միշտ։ Ես որքանով գիտեմ, մենք չունենք։ Որքանով գիտեմ, չէ սխալ գիտեմ։ Իսկ ոչ ճշգրիտ հետախտավյալը բանակի հրամանատարին, եթե ոչ դիվիզիոնի հրամանատարական դիտակետը կարծեմ Ուրիշ ո՞ն է դե, որից ճշգրիտ տվյալ։ Ուրիշ ոչ մեկ է եղել, որ 4 դիտակետ պիտի լիներ, 3-ը չի ծավալել, մեկը հակառակորդ ինտերվալով ասելա հավաքվեք գնում եք։ Այդ ո՞ն պիտի ինձ Կարող եք այդ նույն ձևի, այդ անձի նախադարձը, որ այսպես ես հարցնում։ Մենք ձեզանից պետք է հարցնենք, ես մեզ անգել եք ինչ եք հարցնում։ Կարող եք դատակացել։ պատրաժան դատարան։ Եվ եթե իմ, չգիտեմ, իմ օգնական, իսկ մի օր գասի պայմանական, պապանես գործը մեր մոտ, գործը մի կաբինետի չեն լինում են իր աշխատասենյակում, իր աշխատասենյակում գտնվող չերկիզվող պահարանում։ Եթե ինքը չի տիրապետում ինձ ո՞նց է գալի այդ հարցը։ Ես իրան պետք է այդ հարցը։ Այդ մոտավորապես օրինակ եմ պետք, զորացի ավելի կարելի է։ Եթե մի հարցի պատասխան ձեր ենթակայի իրավասությունն է, ձեզ ո՞նց է այդ հարցը։ Պատրաժան դատարան, ուրեմն նույն հարցը դիտակետի ծավալման ելած պատասխանը Եթե գնաց իմ հանդասարանը, միջակա պատասխանը, դիտակետի ինչ ծավալմանված, երեկություն չի ունեց։ Պաշտպանության բանակում 37-ը դիվիզիոն է, 37-ը չհաշված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից ուղարկված ուժեղացման միջոցներ։ Այդ պարագայում բանակի հրամանատարը
250 կիլոմետր ճակատով կրվող, չգիտեմ, լրացուցիչ 30-ից 40 կիլոմետր քիմիային հատվածում բացված մարտական գործողություններ վարող, տրամաբանական չի, որ ինքը իմանա ինչ-որ դիվիզիոնում, 8-րդ բրիգադի, որ գիտակետը հրետանու դիվիզիոնի հրամանատարը որոշել է, որ դա պետք չի ծավալ։ Այդ ես ոտերից իմանա։ Դրա համար 490 քանի մարտակարգի էլեմենտ կարող է, չասած այլ բաղեր այդ։ Այսինքն մասշտաբը չի համապատասխանում այն մասշտաբին, որ բանակի հրամանատարը որոշումներ է կայացնում։ Ես դիվիզիոնի կրակային դիրքերի տեղը իմացել եմ այդ ժամանակ։ Ես բրիգադի տեղը դիտեմ, որ բրիգադաները որտեղ է կրվում, ինչ խորությամբ է կրվում, ինչ ճակատով է։ Ասել այդքան դա բանակի հրամանատարը հասցնում է մարտական գործողությունների ինտենսիվությունը պայմանավորված, որ հասկանա, որ այդ բրիգադի հրամանատարը պահում է ինչ է, որ ես պիտի իր դիվիզիոնի դիտակետերի ծավալման կամ ստավալման Հասկացա, այդ դեպքում ես նրան առաջին հարցը։ Այդ դեպքում ուրեմն դուք ասում եք, այդ հասկանալի իրավունքի ուներ ձեզ։ Դուք հետո պարզաբանում ոնց որ ասում եք, չունել եք հասկանալի իրավունքը, որտեղ դրա այդ տեղեկատվության տադորինողը ինքն էր։ Բայց ո՞նց էր այդ հացը ձեզ տալի։ Ես դրա համար քիչ առաջ քիչ ավելի իմ օրինակներով պրիմիտիվացնում եմ այդ ամենը ավելի կարելի դա որ վերեցիացի մոկական իսկերական գործում այնց հասնում է իրական գործը այդ դրա համար եմ այսինքն դրա տիրապետողը ինքն է բայց ես ո՞նց եմ հասկանում ո՞նց կամարիներ ուներ ըստ ձեզ այդ հարցերը ավելի լավ անում գենազի բարձրացան եւ հայտում ասան որ յակավը սա պատասխանը քիա շրջանցի անմիջական հնարավորությունների եւ զեկուցել պաշտպանության բանակի շարք։ Լավ, նրանք մյուս հարց։ Այ ասում են, որ կարող է այդ հարցը տալ ձեզ պետք է պատասխանեցնենք եւ ասացիք նաեւ, որ որոշակի գործողություններ կատարելուց հետո պետք է պատասխանեցնենք։ Այ ինչպիսի ճիշտ է, չի ասում, չարել։ Այ ինչպիսի գործողություններ պետք է կատարեք նոր պատասխանների։ Մենք գործողությունը դեպքն է, աշխատանքային քարտեզի, մարտական գործողությունների վարման աշխատանքային քարտեզը, որ ռեժիմով եվրոպյան նշան իրավիճակը այո, այն զեկուցումա որ է դարաշուն Այսինքն ես այն գործողություն։ Այո, կատարել եք։ Առաջին անգամ, երկրորդ անգամ, թե երկուսն էլ միասին, ոնց որ երկու զանգի մասին է, չէ՞ խոսքը։ Այո։ Առաջին անգամ որ մոտիկացել է, մի անգամից ասել եք, հնարավոր է, չէ։ Առաջին անգամ եք մոտեցել օպերատիվ քարտեզի նոր պատասխանել, այդ թողնել երկրորդ անգամ, թե դրանցից մեկով, թե երկուսով։ Երկրորդ անգամ մոտիկացել։ Առաջին անգամ չեք մոտ։ Առաջին անգամ դες հենց քարտեզի մոտ է, հենց քարտեզը մեզ չէր որ գալու։ Անմիջապես մեծ սենարադրած, մի հետ է գրում քարտեզի, ես էլ ամենօրյա ռեժիմով իրավետում էի, իրավիճակը ինչ է։ Երկրորդ անգամ երկու շեշտադրել է, որ մոտիկանում եւ այլն այդտեղ կոմունիկացիան են քարտեզի, որպեսզի իրական հասկանան։ Իսկ առաջին անգամը կարող է գործողություն չկատարել պատասխան։ Այո։ Քանի որ ես իրավիճակի տիրապետ Լավ։ Առաջին անգամ պատասխանել եք, որ հնարավոր է որ մերով։ Իսկ երկրորդ անգամ Երկրորդ անգամ նույնս է, որ զեկուցել օպերացիա բաժնի պետք է մեկ տեղեկություն չունենք։ Իրացուցմունքում գնդապետների Մարտիրոսյանը հիմա արդյունքում ձեր պատասխանում դուք այդ հնարավոր է, եթե դեռ պատասխանում սխալվել եք։ Ու վերջի արդյունքում հետևանք չեն կարող։ Չէ, հետևանք Վերջի հետևանքը այո, որպես հետևանք այո։ Իսկ ինչ կարող էր փոխել, թե դուք այդ ժամանակ չսխալվեք։ Նայելով ընդհանուր վարորդը դուրսերը, դիվիզիոնի գործողությունները, էական ոչ մի բան չի փոխում, որովհետև դիվիզիոնի հրամանատարական կազմը դեռևս միջև ճշտել է, դեռևս կան բազմաթիվ ցուցումներ, այս հատուկ հարաբերական։ Չէ, դեռևս ճշտել է, իրանք տրամադրված են դեռ հրամանատարը թողնել եւ Այսինքն հակառակ նրանից մենք ասել ենք, չենք ասել։ Չէ, միգուցե
հարցը դաշտվեցի կանոնի ալաջանքում և անձնության հետևանքով մարդկային կորստների մասն ասակերված և զինամթերքի ճիշտ եմ ակա։ Զինամթերքի մասով չեմ ասում։ Զինամթերքի մասով ձեր ասածը ոնց որ թե պատասխաններում մոտավորապես գոնե կար։ Ավելի հստակ է ոչ թե անձանց կորստի մասով եմ հարցը տալու։ Կարող էր բան փոխել։ Եթե այդ սկզբանը իրակ անմիջական պահպանություն Չէ, դրանք չեմ ասում։ Են իրանք ինչ պետք է անեին, որ չեն արել, դրանք չեն գնահատում։ Դրանք ասում են, մենք մի կողմ, գալիս են ձեր գործողություն։ Ասեցիք, որ դուք փաստորեն ձեր պատասխանում սխալվել եք։ Եթե չսխալվեիք, ճիշտ պատասխան տայիք, կարող էիք մարդկային կորուստներ չունենալ։ Դեր ես հանցում չեմ հասկանում, ոնց պատասխանել։ Այսինքն, ոնց գնահատվածություն չի։ Կարա չպատասխանեք եք։ Ձեր հարցին ես պատասխան։ Չէ, իմ հարցին չեմ պատասխան։ Եթե խրամատները վարաժանքետ կորվի եք, Հետևից պատասխանեցի։ եթե խրամատները վարաժանքետ կորեի, իրանք պատրաստ դիմակային, իրանք է ոչ մի բանումաբանը չէ։ Դա մի հարց այդ ժողովը է բացացրից։ Ստակ ներողություն եմ խնդրում։ Որոք պարտականությունների շատ կա, որ սրա պարտականությունը սա չկարտարի կարող առաջացնես հետևանքը, որի համար սա է պատասխանատու։ Այս մյուսը։ Դեռևս այս անձի պարտականությունները չկարտարելով այն մյուսին արդյոք ազատում է իր պարտականությունները լիարժեք կարտարելու կամ չկարտարելու։ Սրա մասին են խոսում։ Հա, ոնց որ թե ձեր ասածը, այս գործի նյութերում դրա մասին որը խոսքեր կա, թե ոչ հիմնավոր են։ Հա, եթե նրանք խրամատները փոխած լինեին, եթե խրամատներում այդ խրամատները վերլեսներն են, ոնց որ թե պրոբլեմը դες չէ առաջանում։ Հասկանալի է դրա։ Մենք ըստ էության ձեր մեղադրանքն ենք։ Այս քրեական գործում, որ անկախ նրանից դուք մեղավոր եք թե անմեղ եք, այլ մեղավորներ կան, ես չեմ ասում տենց, բայց գործի նյութերում ոնց ոնց եք կանել մեղավորներ։ Այսինքն հիմնավոր կասկածի ենթադրյալ շեղությունքով պաշտոնյա շահասապահական գործ չի ներառել իշի մարտակարդում, հաստատակավոր ուշկան ներազորներ, բայց կարելի է այդպես գտնել մեղավորներ, կամ մեղավորների մասին խոսքեր, նրանք թողում են մի կողմ, մենք ձեր գործողություններն ենք դարձնում, ձեր մեղադրանքի շրջանակներին, ձեր մեղավորության մասով այս բողոքի սահմանները։ Դա համար ասեն, հա որ խրամատ կորածնային կփորձնային, հասկացա, չեն փորել, սխալվել էին, անցակ են կատարել, ապուշ ընդունում են։ Վերջին հարցն չես դեպարանացում, որևէ ձեր յազողությունների շրջանակում, որևէ անձի պատասխանատվության կարգապահական լինի, թե քրեական հարց բացացնել եք այդ գործողությունները չկատարելու հետ կապված, ոնց որ ուժովներ նշում, որ ըստ էության որևէ եթե անգամ դուք մեղավոր չեք, որևէ բան չեք արել մեղավորներին պարզելու նպատակով, այս դրա հետ կապված մի գործողություններ եք արել։ Երբ որ ասում եք, որ ինչ-որ բան պիտի անեին ու չեն արել, այս դրա հետ եք ասում։ Այս մասնախտերում հենց վերագրում է իմանալված, որ մարդ կանում է, ասում է, ես պարտականություն չեմ ունեցել, ուջում այն, բրիգադիր, կանշտարի ի պարտականությունը ավարտվել է, ասում եք եք ասում։ Եվ եծեր է ապատասան, կապի միջոցը անջատել է, ասմատել է ուրիշների ու միացրած։ Այսինքն մենք ոչ մի այն դիվիզիոնի հրամանատարին, ոչ մի այն Նորայր Հայրապետյանի, ոչ մի այն բոլորի խնդրվել են, մենք բարձրաձայնել ենք, և մեզ վստահեցրել են, որ մենք հետամուտ ենք դնելու, որ սա որ պատասխան կա։
Չէ, ոչ թե ցուցումներով, այլ պաշտոնապես, պաշտոնի։ Այլ պաշտոնը չէ, մենք չենք Այս ասել, վերաբերում որ եմ դա։ գրավոր գրեր, Այ մի դերով պաշտոն է։ հավատալով դատախազի, որ ինքը հետապնդում։ Ես Մարցելոն է պատմում։ Ավարտել եք։ ավարտեցի։ Դուք գտաք։